Գործարարը ունի հատկություն մեկը երկու դարձնելու։ Ողջույն բոլորին, ես Գրիգորն եմ եւ պրակտիկ հաղորդումների ընթացքում ես խոսում եմ բիզնեսի եւ կյանքի տարբեր թեմաների մասին եւ այս թեման վերաբերվում է նրան, թե ինչպես մենք մեր մեկը դարձնենք երկուս, ինչպես են գործարարները իրենց մեկ միավոր ակտիվը դարձնում 1000, 100,000 եւ նույնիսկ այսպիսի ժողովրդական օրհնություն կա, երբ ասվում է, որ թող քո մեկը երկու դառնա։ Ես ինքս երբ մի ընկերոջ ծնունդ եմ շնորհավորում, հաճախ եմ այս օրհնությունը ասում, որովհետեւ ես ինքս իրա մեջ մեծ իմաստ եմ տեսնում։ Քո մեկը երկու դարձնելը դա շնորհ է, դա պարգև է, դա Աստծո կողմից մարդուն տված մեծ հատկություն է, ասել եթե մոգական հատկություն է, որը գործարարները կարողանում են իրացնել, իսկ այն մարդիկ, ովքեր բիզնեսով չեն զբաղվում, նույնպես կարող են այս հատկությունը իրենց մեջ բացահայտել եւ զարգացնել։ Եվ հաջորդ շերտը այս հատկության դա արժեք ստեղծել կարողանալն է։ Ցանկացած մարդ ինքը նման է բերքատու ծառի, որը կարող է որոշակի բերք, այսպես ասած, իր պտուղների վրա ունենալ եւ այդ բերքով հասարակությանը պիտանի լինել։ Եվ ելի մենք կհիշենք Աստվածաշնչյան հայտնի օրինակ, երբ Թզենին թուժ չունենալու պատճառով անիծվեց եւ ընդհանրապես զրկվեց պտուղ տալու հատկությունից։ Ցանկացած մարդ ինքը ունի պտուղ տալու հատկություն, ինչպես ֆիզիկապես սերունդ շարունակելով, այնպես էլ ինչ որ մի բան ձեռքերով ստեղծելով, մտքով ստեղծելով, իր գիտելիքով ստեղծելով եւ եթե մենք մեր ներսում զարգացնում ենք արժեք ստեղծելու հատկությունը, product ստեղծելու հատկությունը, ինչ որ ծառայություն ստեղծելու հատկությունը, դա այն օգտակար ինչ որ մի բանն է, որը մարդուց ծնվել է, մարդուց դուրս է եկել, որը կարա լուծի մեկ այլ մարդու կամ խնդիր, կամ բավարարի պահանջմունք, կամ ինչ որ մի օգտակարություն տա։ Եվ բոլոր գործարարները իրենք արժեք ստեղծելու այս հատկությունը իրենց մեջ բավականին վառ արտահայտված ունեն եւ կարողանում են ստեղծել արժեք օգտագործելով տարբեր տեսակի հումք, գաղափար, տեխնոլոգիաներ, երբեմն միայն կրեատիվ մտքի հիման վրա հնարավոր է լինում ստեղծել արդեն արժեքավոր որևէ բան մարդկանց եւ հասարակության համար։ Հետևաբար, եթե մարդը թեկուզ փոքր տարիքից, պատանի տարիքից ինքն իրեն նայում է այն աչքերով, որ ես կարող եմ ստեղծել արժեք եւ անընդհատ ստեղծում արժեք ու նայում է ում էս արժեքը կարա օգտակար ու պիտանի լինի եւ ժամանակի ընթացքում զարգացնում է արժեք ստեղծելու իր հատկությունը, ապա այդ մարդը գնում է դեպի մեկը երկուս դարձնելու կամ մեկը 100 դարձնելու ճանապարհով։ Եվ հենց այս վիդեոների ընթացքում իմ ունեցած փորձով եւ գիտելիքով ես նույնպես արժեք եմ ստեղծում իմ ընկերների համար, իմ լսարանի համար, իմ գործընկերների համար, ովքեր ունեն այս գիտելիքի կարիքը, ովքեր շատերը նույնիսկ հենց իրենք այս ամեն ինչը շատ լավ ենթագիտակցաբար զգացել են, հիմա ուղղակի ես օգնում եմ այս ամեն ինչին գիտակցական լույսի տակ նայել։ Սա նույնպես արժեք ստեղծելու process-ներից մեկն է։ Եվ ցանկացած մարդ դա կարող է անել, եւ արժեք ստեղծող մարդը ինքը արժեք կարա ստեղծի ոչ թե մենակ մի ոլորտում, այլև մեկից ավելի ոլորտներում, մեկից ավելի տարբեր խմբերի համար, մարդկանց համար։ Հետևաբար հաջորդ կարողությունը, հաջորդ հատկությունը, որը հստակ մեզ օգնում է գնալ դեպի մեկը երկու դարձնելու ճանապարհով, դա արժեք ստեղծել կարողանալն է։ Եթե դուք դա ձեր մոտ տարիներով զարգացնեք, դուք գնալով ավելի կարճ ժամանակում ավելի մեծ արժեք կարող եք ստեղծել։ Եվ այստեղ կարա փոխվի այն ամբողջ այն պատկերացումը, երբ մարդուն վճարում են ժամի համար, այստեղ երբ որ մարդուն սկսեն վճարել ստեղծած արժեքի համար, 10 րոպեում մարդը կարա այնպիսի արժեք ստեղծի, որ այդ արժեքը փոխանակվի մի քանի միլիոնով։ Մենք գիտենք հայտնի բժիշկներ կան, վիրաբույժներ կան, ովքեր կարողանում են մի քանի րոպեում մի այնքան մեծ արժեք ստեղծել, որը մարդու կյանք է փրկում, մարդու անդամահատված, չգիտեմ, վերջույթ է վերականգնում, մարդու ճակատագրի վրա մեծ ազդեցություն է թողում։ Սա բժշկության մեջ մենք բոլորս տեսել ենք, լսել ենք եւ սա կյանքի նաեւ մնացած ոլորտերին է վերաբերում։ Երբ մարդը այնքան է զարգացրել իր արժեք ստեղծելու կարողությունը, որ մաքսիմում կարճ ժամանակում մաքսիմում մեծ արժեք է ստեղծում։ Ու սա նաեւ մեզ օգնում է մեր կյանքի ժամերը խնայել եւ ոչ թե ժամի համար գումար վաստակել, այլ ստեղծած արժեքի համար գումար վաստակել։ Իսկ ստեղծած արժեքի համար կարելի է գումար վաստակել անսահմանափակ քանակի, որովհետեւ ի տարբերություն ժամանակի, որը խիստ սահմանափակ է բոլորիս դեպքում, արժեք ստեղծելը անսահմանափակ հատկություն է, կարողություն է, որը ցանկացած մարդ կարա իր մոտ անվերջ զարգացնի եւ մարդիկ կան, որ ընդամենը, չգիտեմ, մի քանի րոպեում ստեղծում են այնպիսի արժեք, որը այլ մարդկանց համար կյանքի գին ունի։ Հաջորդ հատկությունը դա արժեք ստեղծել կարողանալն է, որը իրականում չկա այս աշխարհում այնպիսի մարդ, ով այս հատկությունը չունի, եւ միայն թե պետքա դա զարգացնել, միայն թե պետքա դա պարբերաբար կիրառել, օգտագործել եւ ել ավելի օգտակար բերք
տալ հասարակությանը, այլ մարդկանց եւ շուկային։ Բաժանորդագրվեք մեր YouTube-ի ալիքին, եթե ցանկանում եք հետևել մեր հաղորդումներին, ուղարկեք նաեւ այս հոլովակը ձեր ընկերներին, ում այս թեման կարա օգտակար լինի։